շատ կարևոր եւ հետաքրքիր եւ բազմաշերտ հարց է, թույլ տվեք նկատել, որովհետեւ նախ եվրոպացիները նման մեծ փորձառություն չունեն, անկեղծ եթե նայենք Ռուսաստանի վարած հիբրիդային հատկապես այդ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաներում էլի, իրենք դրա զոհն են։ Իրենք հիմա այն ինչ մենք տեսնում ենք մեր մաշկի վրա, ինչ տեղեր ունենում երկար տարիներ հայ հանրության հետ, որ կատարում են այդ ռուսական, չգիտեմ, այդ հատուկ ծառայություններն են անում, ովքեր անում այդ հիբրիդային պատերազմը, ըստ երևույթին հատուկ ծառայությունները։ Այն ինչ մենք տեսնում ենք եւ զգում ենք մեր մաշկի վրա, եվրոպացիների համար դա անհասկանալի է եւ բան, իրենք կոպիտ ասած դա իրենք են դրա զոհը։ Ես հիշում եմ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ժամանակ հենց վերջի նախագահը, որ բանից Մակրոնը, երբ որ արկել է ռուսական որոշ լրատվամիջոցները եւ ասեց, որ դրանք լրատվամիջոցներ չեն, դրանք զանգվածային քարոշա մեքենաներ են։ Հա, այսինքն իրենք այդ ժամանակ առաջին անգամ բախվեցին այդ դառը իրականությանը, երբ որ տեսան, որ ինչ որ մի լրատվականներ էական ազդեցություն են ունենում քարոշչական, հա, այդ տեղեկատվական այդ բանի մեջ, այդ թոուբոյի մեջ եւ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն են ունենում, դա անթույլատրելի է։ Դա դեմոկրատական համակարգերի համար այդ խոցելի տեղն է ավելի ճիշտ, որից կարողանում է մեծ արդյունավետությամբ օգտվել Ռուսաստանը։ Եվ ես այստեղ թույլ տվեք նկատենք, մենք ավելի մեծ փորձառություն ունենք այդ տեխնոլոգիաները հասկանալու, որտեղ մեր մաշկի վրա զգացել ենք, դրանք փոքր դեպքերում հաջող կամ անհաջող չեզոքացնելու, քան թե Եվրոպան նոր-նոր է հասկանում այդ ինչ երևույթ է, եւ ինքը նոր պետք է դրա դեմ ինչ-որ ռազմավարություն մշակի։ Բայց Մոլդովայի օրինակը կոնկրետ ասում են հաջողված է, Մոլդովայի օրինակը կան օգնությունը արդյունավետ եղավ Մոլդովայի պարագայում։ Նախ մենք չգիտենք Եվրոպան ինչ ծավալի օգնություն եւ կոնկրետ ինչ մասնագիտական, խորհրդատվական, ֆինանսական ինչ աջակցություն է ուղղել մոլդովացիներին, միգուցե մոլդովացիներն են կարողացել հաղթահարել դա, ասենք օրինակ Սպուտնիկ բանը կամ ասենք ռուսական ինչ-որ մի բան լրատվամիջոց անջատելով, ինչպես մեր մոտ երկար ժամանակ պայքար էր գնում, հիշում եք, որ ասում են այդ Կիսիլովին անջատեք, չէին անջատում, դա հենց այդ հիբրիդային պատերազմի գործուն բաներից մեկն է, երբ որ այդ մարդը ուղի եթերից ելնում էր ամբողջ դե ինքն էլ բանա չէ, Պուտինի խոսնակն է, ինքնագլուխ չի կամ խոսը, եւ ստորացնում էին հայ հանրությանը, ծաղրում էին մեզ, ձեռք էին առնում, վիրավորանք ոչ միայն հայերին եւ հայությանը, այլ Հայաստանը, մեր շահերը, մեր ամեն ինչը, մեր արժեքները մի խոսքով Ինչքան ժամանակ տևեց չէ, մենք դա հասկանում ենք, չէ, որ դա հիբրիդային պատերազմ է։ Հիմա եվրոպացիք նոր են անդրադառնում եւ ես չգիտեմ ինչ օգնության մասին է խոսքը։ 12 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն են։ Տեսնենք դա ինչ գործուն ազդեցություն կունենա ընտրությունների վրա, ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, մենք դա կտեսնենք եւ կհասկանանք, հա։ Դա նման խնդրանք էր, խնդրանքը իսկապես այդպեսին ինչպես մեզ փորձում են ներկայացնել եւ արդյոք նրանց աջակցությունը արդյունավետ եղավ։ Այսինքն Հայաստանի խնդրանքը այս պահին դուք չեք համարում 100%-անոց ճշմարտություն կամ հաստ արձանագրված։ Բնականաբար, մեկ անգամ չէ, որ մենք տեսել ենք, նրանք այլ բան են խոսում փակ դռների հետևում, մեզ այլ բան են ներկայացնում, հետո անցնում են ժամանակներ, մենք իմանում ենք իրականությունը։ Ես կարծում եմ, որ նաև միգուցե այլ կան տեսակետներ կամ փորձագետներ, հա, եւ տեսակետներ են հայտնում, որ գնացել է Եվրոպայից խնդրել է ոչ թե հիբրիդային պատերազմի դեմ օգնություն, այլ որ աչք փակեն առաջիկա ընտրություններում տեղ ունենալիք բաների վրա, ասենք Նիկոլենք պատրաստվում են ընտրությունների ժամանակ զանգվածային ինչ-որ խախտումներ կատարել, թե ինչ բնույթի դա կկրի, դա էլի ժամանակը ցույց կտա եւ նրանք գնացել էին եվրոպացիների հետ բանանելու, այդ ճշտելու, որ եթե նման բան լինի, ինչպես կարձագանքի Եվրոպան։ Հա, նման տեսակետ նույնպես կա, այնպես որ հիմա ճիշտ ժամանակը չի էլի ասելու, թե նրանք ինչ խնդրանքով են գնացել դիմելու Եվրոպային։ Բայց չասել, որ Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները հասկանում են այդ վտանգները։ Դուք չեք ասի այդպիսի բաներ։ Իրենք ոչ միայն հասկանում են, դրանք իրենց մաշկի վրա իրենք են զգացել, իրենք մասնակից են դարձել այդ բաներին, այդ պատերազմին, հիբրիդային պատերազմին, որը կատարվում է հայ ժողովրդի դեմ, իրենք շատ լավ գիտեն ինչի մասին է խոսքը։ Գիտակցումը կա այդ դեպքում։ Պարոն Սահակյան, Հայաստանի եւ Գերմանիայի միջև ստորագրվեց երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը, որի համաձայն կողմերը համագործակցելու են բազմաթիվ ոլորտներում, քաղաքական, դիվանագիտականից մինչև անվտանգային, առևտրային, պաշտպանության ոլորտ, գիտություն, տեխնոլոգիաներ, նորարարություն, մշակույթ։ Ինչպես կանվանեք այս համագործակցությունը, այս համաձայնությունը, իշխանությունը եւ իշխանամերձ շրջանակները սա պատմական են համարում։ Բնականաբար, ես այն կանվանեմ հերթական, ես շատ սովորական։
1991 թվականից մինչ օրս Հայաստանը շարունակաբար նման այս բարձրագոչ հայտարարություններ անում, որ ահա մենք Եվրոպայի ստրատեգիական համագործակցություն ենք անում մեր բաները անվտանգության, դիվանագիտության, տնտեսության, գիտության, չգիտեմ, ամեն ինչի հետ կապված է, ինչ-որ թղթեր, մենք որ նայենք ինչքան թուղթ ենք ստորագրել Եվրոպայի հետ, այդքան թղթեր որ վաճառենք, Հայաստանի տնտեսությունը ագին բան կանենք առաջ կտանենք, էլի լուրջ ներդրում կլինի մեր տնտեսության մեջ։ Բայց ես չեմ տեսնում այդ թղթերը ստորագրելուց հետո միլիարդավոր դոլարների կամ եվրոների ներհոսք մեր տնտեսության մեջ եւ ես չեմ տեսնում նոր տեխնոլոգիաների ներդրում մեր տնտեսության, գիտության, կրթության, ռազմական ոլորտում չեմ տեսնում։ Մենք ոչ մեկը չենք տեսնում։ Իսկ դուք ինչ եք կարծում, որն է բացատրությունը։ Ես կարծում եմ, որ եվրոպական կողմը անընդհատ պարբերաբար իր համաձայնությունը տալիս է, հայկական կողմը նրանք ուղղակի բավարարվում են այդ ստորագրելով գալ մեր ժողովրդին ցույց տան ընտրություններից առաջ չէ, որ տեսեք, ահա մենք Եվրոպայի հետ լավ ենք, բան ու վերջ։ Այ ինչու պետք է Հայաստանի իշխանությունը շահագրգռված չլինի այդ փաստաթղթերը գործնական արդյունքի վերածելու հարցում։ Որովհետև եթե այդպես լինի, հետո հաջորդ ընտրությունները ինչ են վաճառել մեր հանրությանը։ Ասենք Ռուսաստանին միանալը, Չինաստանին միանալը, ինչ-որ մի բան պիտի վաճառեն նրանք ընտրողներին, չէ՞։ Բայց անընդհատ վերարտադրվել էլ չեն կարող, չէ՞, պարոն Սահակյան։ Ինչու՞ մեծ հաջողությամբ ստացվում է։ Եվրոպական խաղակարտը մեծ հաջողությամբ Սերժ Սարգսյանից մինչև օրս շատ լավ աշխատում է։ Հիշեք Եվրոասոցիացումը։ Մեկ էլ այսինքն հոպ հայտնվեցին ԵԱՏՄ-ում, չէ՞, Սերժի թեթև ձեռքով։ Իսկ մենք այդ Եվրոասոցիացման այդ բանը ամբողջ պետական ապարատը, մեր ամբողջ բանը, տնտեսությունը, բանը ամեն ինչը մի 3-4 տարի աշխատում էին Եվրոասոցիացման այդ համակարգը, այդ համաձայնությունը ստորագրելու համար։ Ստորագրեցին, բայց մենք բան այցենք հայտնվեցինք Ռուսաստանի փեշերի տակ, չէ՞, դուրս չենք եկել, բայց ավելի խոր ընկվեցինք էլի այդ մութ աշխարհում։ Եվ ես այս ամեն ինչը պայմանավորում եմ սոցիոլոգիական այս հետազոտությունների արդյունքով, որով մեր իշխանությունները պարբերաբար հետազոտություն են անում եւ հասկացել են 20 թվականի պատերազմից հետո եւ Արցախի հայաթափումից հետո Եվրոպական միության, հատկապես երբ որ եվրո դիտորդները եկան եւ սահմաններին կանգնեցին, դրանից հետո եկեք անկես լինենք բաները, այդ դեպի Հայաստան, ադրբեջանական այդ ներխուժումները դադարել են։ Մարդկանց մոտ բնականաբար այն անգամ մարդիկ ովքեր փորձագետ չեն, իրենք են հասկանում, չէ՞, նա եվրոպացիները եկան, էլ ադրբեջանցին թուրքը բան չի մտնում։ Այսինքն անվտանգության որոշակի երաշխիքներ տեսան։ Ես սոցիոլոգիական վերջին հետազոտություններն ցույց են տալիս, որ մեր հայ հանրության մոտ պահանջ կա դեպի Եվրոմիություն գնալու, մեր կյանքի որակը բարելավելու եւ այդ եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու, որովհետեւ դրանք ամենաբարձր ստանդարտներն են, եկեք ընդունենք, դա փաստ է։ Հիմա այդ կարիքը, այդ պահանջը, այդ քաղաքական պահանջը բավարարելու նպատակ կա իշխանությունների կողմից, իրենք այլևս չեն կարող բանը անվտանգությամբ, թուրքասիրությամբ, ռուսահպատակությամբ, ադրբեջանասիրությամբ, չգիտեմ ինչով ձայն քերել հանրությունից, հետեւաբար Եվրոպան է մնացել, չէ՞, ժողովուրդը ուզում է։ Բայց քանի անգամ կկարողանան նույն խաղաթղթով գնալ եւ քվե խնդրել, եւ դուք Սերժ Սարգսյանին հիշատակեցիք, բայց մենք տեսանք, չէ՞, ինչ տեղի ունեցավ։ Սերժ Սարգսյանը 2 ժամկետից ավել չկարողացավ ըստ էության շարունակել։ Սպառնալու է նաեւ մեր Հենց դա եմ ասում, հիմա ասել, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա այդ խաղաթուղթը անընդհատ օգտագործել, այդքան էլ այդպես չէ, պարոն Սահակյան։ Միջև նա օգտագործել է եւ հաջողությամբ ստացվել է եւ ես կարծում քանի դեռ ստացվելու է այդքան էլ օգտագործելու են հենց դրա համար էլ ահա նաեւ մեր մյուս հարցի ձեր մյուս հարցի պատասխանը թե ինչու այդքան թուղթ ստորագրելուց հետո բա ինչու գործնական քայլեր չեն անում չէ ըստ էության հենց դրա համար գործնական քայլեր չեն անում որովհետեւ ամեն անգամ որ գնան Գերմանիա ասեն ահա ձեզ բերում ենք վիզաների ազատականացման ռեժիմ չնայած SEPA-ով մենք այդ վիզաները Եվրոպայի հետ վաղուց ազատականացրել ենք ստորագրել ենք թուղթ համասը հստակ պատրաստ է ռատիֆիկացրել է մեր ազգային ժողովը այն այլևս իրողություն է դա պետք է վաղուց գործեր ինչու չի գործում դա այդ բոլոր հարցերը մեր իշխանություններին պետք է տանք եվրոպացիներին պետք է հանգիստ ունենան իրենք իրենց համաձայնությունը տվել են վաղուց Հիմա չի ստացվում որ դուք թերագնահատում եք մեր ժողովրդի մտավոր ունակությունները ճիշտ հասկանալու խնդիրները
Եթե պետք է անընդհատ հանրությունը գնա նույն խաղաթղթով եւ ընտրի այդ իշխանություններին, չի ստացվում, որ հանրությունը չի հասկանում մեծ հաշվով ինչ է կատարվում։ Հանրությունը ոչ թե չի հասկանում, հանրությունը մեծ հաջողությամբ մանիպուլացնում են իշխանությունները, կիրառելով հենց այն հիբրիդային պատերազմի ռուսական կողմից այդ բանարվող էլի, այդ գեղեցիկ դրանք այնքան գեղեցիկ եւ այնքան տես չգիտեմ ոնց ասեմ էլի, այնքան հաջողությամբ է մեծ հաջողությամբ է նրանք կիրառում, որ մեր հանրությունը ամեն անգամ կներեք, բայց ուտում է այդ կուտը ամեն անգամ ընտրությունների եւ Սերժանը դա հաջողությամբ օգտագործել եւ Նիկոլն է հաջողությամբ օգտագործում տեսեք Նիկոլ Փաշինյանը եւ իր բանը փոքրամասնություն ԿՊ-ն իրենք ամենառուսասեր քաղաքականություն են վարել մինչ օրս բայց իրենք հանրության մեջ եւ ամբողջ աշխարհում իբր հայտնի են որպես եվրոպամետ դա մանիպուլյացիա չի մանիպուլյացիա ոչ Լևոն ոչ Քոչարյանը ոչ Ռոբերտ Քոչարյանը ոչ Սերժ Սարգսյանի ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ռուսական զորքերը չեն հայտնվել Արցախում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի ժամանակ հայտնվեցին Արցախում եւ մենք Արցախը կորցրեցինք ինչը այս վերջի 30 տարիների Ռուսաստանի մեծագույն ձեռքբերումներից մեկն է ինքը անընդհատ ուզում էր եւ չէր ստացվում հիմա Նիկոլ Փաշինյանը ռուսասեր ռուսա հպատակ ռուսական շատ սպասարկող քաղաքական գործիչ է թե ոչ ես կարծում եմ միանշանակ անկախ այն բանից թե նրան մասին ինչ են ասում Սալագյոնները եւ Պուտինները Նիկոլ Փաշինյանի շնորհիվ պատերազմում պարտվեցին դրա համար էլ հայտնվեցին պարոն Սահակյան ինչ է պարտվեցին ով էր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է Ինչու պատերազմը սկսվեց, ինչու դա դիվանագիտական մեթոդի միջոցներով բանջարեցին, չէ՞, երկարացեցին։ Ինչ մենք տեսանք այդ փաստաթղթերը, երբ որ մենք այնտեղ տեսանք, որ հայկական այն ինչ որ ասում են մեզ իշխանությունը, ասում են մենք բանակցային բաներով ամբողջությամբ պարտվել ենք, ամբողջ աշխարհը ճանաչում էր դա Ադրբեջանը, մենք տեսանք որ դա սուտ էին խոսում։ Պարզ պրիմիտիվ սուտ էր։ Տեսանք որ ամբողջ աշխարհը չէր ճանաչում դա Ադրբեջանի տարածք, եւ տեսանք որ Նիկոլ Փաշինյանը հրահրել է հրաժարվելով այդ բանակցային բաները թույլ տալով Ադրբեջանին կեղծ պատերվակ ստեղծելով որ նա պատերազմ սկսի մեր դեմ որն էլ բերեցին կառավարելի պարտության հիմա այդ ամեն ինչը այնպես կողքից որ նայում ենք ինչ ենք մտածում կարծում ենք Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան փայլուն դիվանագիտություն էին վարել այդ տարիների ընթացքում եւ Նիկոլ Փաշինյանը եկավ այսպես ամբողջը ջուրը գցեց շատ բարձր բաներով պետք չի անվանել օրինակ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վարած դիվանագիտությունը ամենևին փայլուն չի եղել բայց ոչ իհարկե այդպես չի ստացվում փայլուն չի եղել նրանք մեծագույն բաստողումներ են արել օրինակ Քոչարյանը եկավ ասեց Արցախին հանում ենք բանակցությունների սեղանից, որտեղ ես Ղարաբաղցի եմ, բայց լավ ով պետք է եւ Քոչարյանի այդ փայլուն դիվանագիտության շնորհիվ հայկական կողմը բանակցությունների սեղանից մեկ սուբյեկտով պակասեց։ Դա հիմա փայլուն է, թե փայլուն չէ, ես կարծում դա բան է, հայկական շահերի ոտնահարում էր։ Այսինքն նրանք ամեն մեկը ինչ որ մի վնաս տվել է հայությանը, բայց այս աստիճանի վնաս ոնց որ Նիկոլը ոչ մեկ չի կարողացել։ Իրանք երեքով իրար հետ այսքան ստորություն եւ այսքան հայկական շահերի հանձնում ճշնամուն չեն արել միասին։ Բայց այդքանով հանդերձ նրանք կարողանում են բանակցությունները վարել այնպես որ պատերազմը չսկսվի։ Դա էլ է իրողություն։ Փաստերով խոսենք էլի։